Փաստորաթերթը գրում է. Փաշինյանն ու յուր քպականները ներկուսակցական քարոզի անվան ներքո իրականում զբաղված են ամենաիսկական նախընտրական քարոզարշավով։ Հնդածս նկատենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ժամանակացույցը, ըստ որի նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մայիսի 8-ին եւ ավարտվում է հունիսի 5-ին ժամը 24:00-ին ու վերջ, իսկ Նիկոլ Փաշինյանն ու ԿՊ-ն նախընտրական քարոզչություն սկսել են իրականացնել մայիսի 8-ից 2 ամիս առաջ։ Այս ամսվա սկզբից սա իրավաբանները եւ քաղաքական շատ գործիչներ համարում են օրենքի կոպտագույն խախտում։ Հրապարակ-թերթը գրում է. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ դեռ դեկտեմբերին հայտարարեց նոր ուժ կուսակցությամբ 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին, մարտի 7-ին գրեթե գաղտնի համագումար է անցկացրել կուսակցության գրասենյակում։ Այն չի լուսաբանվել, հաղորդագրություն չի տարածվել։ Որոշել են առաջիկայում ներկայացնել։ Համագումարի ընթացքում ընտրվել է կուսակցության վարչության նոր կազմը եւ հաստատվել են նախընտրական ցուցակի առաջին 30 անունները, նաեւ քննարկվել են ծրագրային դրույթներին վերաբերող հարցեր։ Այս մասին ասել է կուսակցության մամուլի պատասխանատուն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունը մեթադոն է գնել նախարարի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունից, սակայն շահերի բախում պետական որևէ օղակ չի նկատում գործընթացում։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական գնումները ուշագրավ մի իրավիճակ է արձանագրել։ Առողջապահության նախարարի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունը շարունակում է պետական պատվերներ ստանալ հենց այն գերատեսչությունից, որը ղեկավարում է նախարարը։ Խոսքը վերաբերում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը Մարգուշ Վարդանյանին պատկանող բաժնեմասին։ Վերջինս 31% բաժնեմաս ունի Արֆարմացիա ընկերությունում, որը տարիներ շարունակ զբաղվում է դեղերի եւ բժշկական նյութերի մատակարարմամբ։ Փաստորաթերթը գրում է. Հայաստանի քաղաքական դաշտում նախընտրական գործընթացների ակտիվացմանը զուգահեռ Լուսավոր Հայաստան կուսակցությունը նույնպես սկսել է նախապատրաստվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Փասթերթի տեղեկություններով կուսակցությունը ապրիլին պատրաստվում է անցկացնել արտահերթ համագումար, որի ընթացքում կհաստատվի ընտրություններին մասնակցության հիմնական քաղաքական փաթեթը։ Մեր տեղեկություններով կուսակցության 6-րդ արտահերթ համագումարը տեղի կունենա ապրիլի 11-ին։ Օրակարգում ներառված է երկու հիմնական հարց, նախատեսվում է հաստատել Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուներին, ինչպես նաև ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը։ Թե ովքեր կլինեն այդ մարդիկ եւ ինչ կազմով Լուսավոր Հայաստանը կմտնի ընտրական պայքարի մեջ կհստակեցվի արդեն ապրիլի 11-ին կայանալիք համագումարի ընթացքում։ Հրապարակ-թերթը գրում է. Պարզվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի նախկին տնօրեն Արման Հովակիմյանը, որը 1 տարի առաջ ազատվեց պաշտոնից, պաշտոնավարման ընթացքում օրինականացրել է ծննդօգնության կաշառքը ծննդկականների հարազատները բժշկին գումարի տեսքով շնորհակալությունը հայտնել են հիվանդանոցում տեղադրված տերմինալի միջոցով, նշելով ծնունդն ընդունող բժշկի անունը, այսինքն փոխանցում են կատարել։ Այս մասին տեղյակ են եղել առողջապահության նախկին եւ ներկայիս նախարարները Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը։ Այսօրվա տնօրենը Նարեկ Զեյնալյանը հավանաբար որոշել է 3-ին միասին փուռը տալ։ Ասացին, որ վերջին շաբաթներին հարկայինից զանգահարել են տարիներ առայժմ ծննդաբերած կանանց եւ համագործակցություն առաջարկել, որ եթե մի քանի տվյալ լրացնեն, իրենց վճարած գումարը հետ կստանան, քանի որ դրանք չեն հասել բժշկին։ Թե ուր են գնացել այդ գումարները եւ ինչպես են հիմա վերադարձնելու, պարզ չէ։ Հիվանդանոցից չկարողացան մեկնաբանություն ստանալ, սակայն ասացին, որ խոսքը 6 տարվա դեպքերի մասին է։ Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի Շիրակի մարզ կատարած այցում իբր նախապես չպլանավորված դրվագ Կարգյումրիում շրջելիս նա հանկարծ հանդիպեց երիտասարդ երաժիշտների խմբի, որոնք ներկայացան Չամիչով Բուլկի անունով։ Նկատենք, որ իշխանության քարոզիչները Նարեկ Կարապետյանին են Չամիչով Բուլկի ասում, գուցե խմբի անունն էլ այդ հեգնանքից է ծնվել։ Վարչապետն առանց առաջարկելու անմիջապես համաձայնեց այցելել նրանց ստուդիա, ոչ միայն լսեց նրանց կատարում, այլև միացավ խմբին համատեղ կատարելով ԿՊ-ի հիմն դարձած «Ուր որ գնաս հետդ կգամ» երգը, ապա առաջարկեց, որ խումբը համագործակցի իր ղեկավարած վարչաբենդի հետ եւ միասին ելույթ ունենան առաջիկայում։ Մենք հետաքրքրվեցինք, թե երբ եւ ինչպես է ստեղծվել Չամիչով Բուլկի խումբը։ Պարզվում է, խմբի հիմնադիրը My Lead Time երիտասարդական ՀԿ-ի եւ Էթնոռիթմ ծրագրի հիմնադիր երաժիշտ Ժիրայր Մարտիրոսյանն է։ Էթնոռիթմ ծրագիրը ֆինանսավորվում է ԿԳՄՍ նախարարության կողմից։ Խումբը բավական նոր է, գոյություն ունի ընդամենը շուրջ 8-9 ամիս։ Բաղկացած է 4-ից 5 երիտասարդ երաժիշտներից։ Հիմնականում հանդես է գալիս ռեստորաններում։
Հրապարակ օրաթերթը գրում է, ըստ էության իշխող ուժը եռամսյա համաժողով է իրականացնում, որի մեկնարկը տրվել է փետրվարի 13-ին, երբ սկսվեց նախընտրական ցուցակի ընտրության առաջին փուլը, իսկ եզրափակիչ արարը նշանակված է ապրիլի 4-ին 3 ամիս անց։ Մեր տեղեկություններով այդ օրը Զատիկի հենց նախօրյակին ԿՊ-ն հավաքվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ համաժողովը հաստատելու է ընտրական ցուցակի առաջին 50 համարին։ Մինչ այդ երկրորդ փուլով մարտի 27-ից 28-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում կրկին ընտրություն կկատարվի, որի ժամանակ առաջին փուլում ընտրված 50 հոգու միջև դարձյալ քվեարկություն կընթանա ցուցակի վերջնական դասավորությունը որոշելու համար։